Հայկական երգարվեստի ամենասիրված երգիչներից մեկի՝ Սևակ Ամրոյանի անձնական կյանքն ու գործունեությունը մշտապես հետաքրքրում են հանրությանը։ Սևակի կինը՝ Քրիստինան, իր ինստագրամյան էջում ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում, սակայն ոչ միշտ են դրանք լինում Սևակի մասնակցությամբ։ Քրիստինան երբեմն ցույց է տալիս իր սուրճից, համեղ սննդից կադրեր, ինչպես նաև երբեմն էլ կիսվում է փոքրիկի հետ զբոսանքի կադրերով։ Այս անգամ Սևակի կինը ինստագրամյան էջում հարց ու պատասխան է կազմակերպել, որտեղ հետևորդները հարցեր են տվել զույգի բաժանման լուրերի մասին։ Բաժանվել ենք հարցին, հարցով է պատասխանել Քրիստինան, հրապարակելով ամուսնու ու լուսանկարն ու այդպիսով հերքել տարածվող լուրերը։ Հետևորդներից մեկն էլ ցանկացել է իմանալ, թե երբ է Քրիստինան պատրաստվում ցույց տալ իրենց առաջնեկին։ Երգչի կինն էլ նշել է, երբ որ Սևակը թույլ տա։ Իսկ մենք առաջարկում ենք լսել նաև տեսանյութ, որտեղ Սևակի և Քրիստինայի որդին փորձում է երգել։ Հավելենք նաև, որ ամիսներ առաջ Ամալիա Հովհաննիսյանն իր Life-room հաղորդման շրջանակներում հյուրընկալել էր երգիչ Սևակ Ամրոյանին։ Star News-ը հետևել էր սիրված երգչի անկեղծ զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր մտքերը։ Զրույցի ընթացքում Սևակը խոսել էր կնոջ հետ հարաբերությունների, ամուսնությունից հետո առանձին ապրելու և երեխա ունենալու որոշման մասին։ Նա նշել էր հետևյալը. «Ընտանեկան կյանքը մեզ հեշտ տրվեց։ Շատ չեմ շփվել ամուսնությունից առաջ, բայց հասցրել ենք լավ ճանաչել իրար։ Երբ ամուսնանում ես, դա մի շատ ուրիշ աշխարհ է։ Եվ ես ամեն ինչ արեցի, որ ամուսնանամ ու գնամ իմ տուն։ Լինենք առանձին ու կայանանք որպես ընտանիք։ Էդ իմ համար շատ կարևոր էր։ Ինձ թվում է, եթե զույգերն առանձին չեն, չեն կայանում։ Պետք է իրենց անկյունը ստեղծեն, այդ խնդիրները հաղթահարեն, կռվեն, բարիշեն ու դառնան ընտանիք։ Կյանքում ոչինչ հեշտ ու հարթ չի լինում»։ Սևակն անկեղծացավ ու պատմեց նաև այն մասին, որ կենցաղավարությունը իրեն բարդ է տրվում։ «Ես 31 տարեկանում եմ ամուսնացել ու մեր տանն ընդհանրապես տեղյակ չէի տան կոմունալից, աղբ թափելուց ու ամենամանր կենցաղային խնդիրներից, բայց հիմա նոր տուն ու ընտանիք, ամբողջ հոգսը պետք է դու հոգաս։ Բայց մենք խնդիր չունենք։ Կինս իմ ամենալավ ընկերն է ու մենք չունենք իմ փողը կամ քո փողը։ Մեր փողն ընդհանուր է ու մենք ամեն ինչ միասին ենք անում։ Ինքը էդ աղջիկների դասին չի պատկանում ու ես չէի էլ ընտրի տենց աղջիկ, որ ասեր դու տղամարդ ես, ուրեմն էս հոգսը քոնն ա։ Չէ, մենք հավասար, կիսում ենք ամեն բան։ Կարող ա ես տանը մի կեղտոտ բան տեսնեմ, էդ պահին մաքրեմ ու կարող ա ինքը աղբը թափի։ Մենք չենք հաշվում, ով ինչ արեց»։ Հաղորդավարուհին հարցրեց այն մասին, որ դեռ տարիներ առաջ Սևակն ուներ երեխա ունենալու մեծ ցանկություն, սակայն երբ արդեն ստեղծել է իր ընտանիքը, կարծես չի շտապում։ Երգիչն այսպես պատասխանեց. «Անկեղծ ասած չէինք շտապում, բայց արդեն մտքներիս կա, սենց ասեմ, մտածում ենք, որ արդեն ժամանակն ա։ Սկզբից չէ, որոշել էինք ճամփորդել, որոշ բաներ տեսնել, միասին ժամանակ անցկացնել, հետո նոր մտածեինք»։ Սևակը նաև նշեց, որ ցանկանում է 3 երեխա ունենալ։ Ինչպես արդեն հասցրել ենք տեղեկացնել, երգչի կինը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում և հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում, որից մեկի ընթացքում հետևորդներից մեկը փորձել էր հարցնել, թե որտեղ և ինչպես է ծանոթացել Սևակ Ամրոյանի հետ։ Սևակի կինը պատասխանել էր հետևյալ կերպ. «Մենք ծանոթացել ենք մեր տանը», գրել էր Քրիստինան ու չէր հայտնել այլ մանրամասներ։ Դե իսկ Star News-ը շնորհավորում է զույգին ամուսնության 2-ամյակի կապակցությամբ և ձեզ ենք ներկայացնում բացառիկ հրապարակումներ նրանց հարսանիքից։